Ողջույն։ Այսօր միասին բացահայտելու ենք մի թեմա, որն իսկապես կարող է փոխել ձեր պատկերացումները մեր մոլորակի մասին։ Խոսելու ենք այսպես ասած բնապահպանական ինտելեկտի մասին, գիտելիքի մի տեսակի, որը մենք, անկեղծ ասած, շատ հաճախ պարզապես անտեսել ենք։ Դե եկեք սկսենք մի պարզ հարցից։ Երբ լսում ենք բնիկների գիտելիք արտահայտությունը, ինչ ենք պատկերացնում։ Հաճախ մեր մտքին գալիս են, գիտեք, գեղեցիկ պատմություններ, ավանդույթներ, երգեր, բայց արդյոք սա է ամբողջ պատմությունը, թե այս ամենի հետևում թաքնված է շատ ավելին, գուցե նույնիսկ գիտության մի հզոր ձև։ Ուրեմն եկեք խորանանք հենց այս հարցի մեջ։ Այս ամենը պարզապես պոեզիա է, թե խոսքը գնում է տեխնիկական, անհավանական ճշգրտության մասին։ Գիտեք, մենք հակված ենք մի տեսակ ռոմանտիզացնելու այս գիտելիքը։ Տեսնում ենք դրա մշակութային արժեքը, գեղագիտական կողմը, ու դա իհարկե հսկայական արժեք է։ Բայց այս պատկերացումը, գիտեք, կարծես մի շղարշ լինի, որի տակ թաքնված է մի շատ ավելի խորը, աներևակայելի տեխնիկական շերտ։ Դե ինչ, եկեք անցնենք կոնկրետ ապացույցներին, որովհետև այս ավանդույթների հետևում թաքնված է գիտական ճշգրտություն, որը կարծես վերագտնված մի հին գիտություն լինի։ Պարզապես լսեք այս խոսքերը։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Նայջել Քրոհոլի, պոլինեզիացի ծովագնացները կարող էին հատել 2000 կիլոմետր բաց օվկիանոսում ու իրենց նավը կանգնեցնել նշանակետից ընդամենը 100 մետրի շեղումով։ Պատկերացնում եք, առանց որևէ քարտեզի, առանց GPS-ի։ Սա ուղղակի ֆանտաստիկ ճշգրտություն է։ Լավ, բայց ինչպես էին նրանք դա անում։ Սա նման էր, գիտեք, եռանկյունաչափության մի բոլորովին այլ տեսակի։ Նրանք հաշվիչներ չէին օգտագործում։ Փոխարինը նրանք կարդում էին գիշերային երկինքը, աստղերի շարժը, օվկիանոսի ֆիզիկական ձևը, հաշվի առնելով հոսանքի արագությունը, ալիքի բարձրությունը։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ այս բարդագույն գիտելիքը պահպանվել ու փոխանցվել է սերնդեսերունդ երգերի, բանաստեղծությունների ու պատմությունների միջոցով։ Իսկ հիմա մի թիվ, որը պարզապես ցնցող է։ Պատկերացրեք, աֆրիկյան որոշ հովվական համայնքներ կլիման հասկանալու համար օգտագործում են ոչ թե 10, ոչ թե 100, այլ 1200-ից ավելի ցույցիչ։ 1200։ Սա այնպիսի մանրամասնություն է, որը շատ դեպքերում գերազանցում է նույնիսկ մեր ստանդարտ օդերևութաբանությանը։ Ուղղակի անհավանական է։ Ահա եւս մի վառ օրինակ՝ Տանզանիայի Մասայի ժողովուրդը։ Պարզվում է, նրանց լեզվում եղանակային պայմանների դասակարգման համակարգը շատ ավելի բարդ ու նրբին է, քան ասենք անգլերենում կամ սուահիլիում։ Ու այս գիտելիքն այնքան ճշգրիտ է, որ հիմա ժամանակակից օդերևութաբաններն են դրանից օգտվում սեզոնային փոփոխություններն ավելի լավ հասկանալու համար։ Այսպեսով, մենք տեսնում ենք, որ գիտելիքը շատ խոր է կապ ունի լեզվի հետ, բայց այս կապը մեզ տանում է դեպի մի ավելի հիմնարար, ավելի մեծ գաղափար, այնինչ կարելի է անվանել կյանքի լեզու։ Իսկ դուք գիտեիք, որ աշխարհում գոյություն ունի 7000-ից ավելի մարդկային լեզու։ Սա պարզապես հետաքրքիր փաստ չէ։ Այս անհավանական բազմազանությունը բնավ պատահականություն չէ։ Ուշադրություն դարձրեք այս ուղիղ կապին։ Այնտեղ, որտեղ կենսաբազմազանությունը բարձր է, օրինակ Նիգերիայում կամ Տանզանիայում, մենք տեսնում ենք հարյուրավոր լեզուներ։ Իսկ հակառակը, որտեղ կենսաբազմազանությունը ցածր է, ինչպես Արկտիկայում կամ Սահարայում, լեզվական բազմազանությունն էլ է կտրուկ նվազում։ Սա զուգադիպություն չէ։ Լեզուները զարգանում են ճշգրտորեն նկարագրելու հենց այն կոնկրետ աշխարհը, որտեղ ապրում են դրանց կրողները։ Եվ ահա թե ինչու է այս ամենը կրիտիկական կարևորություն ունի։ Երբ մի լեզու մեռնում է, մենք ուղղակի բառեր չենք կորցնում, ոչ, մենք կորցնում ենք բնապահպանական գիտելիքի մի ամբողջական շտեմարան, որը հազարամյակներ շարունակ պահպանել է հենց այդ կենսաբազմազանությունը։ Դա նույնն է, թե վերցնես ու մի ամբողջ գրադարան այրես։ Դե լավ, իսկ ինչ անել։ Ինչպես կարող ենք մենք այս տարբեր աշխարհները կապել իրար։ Ահա այստեղ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունները վճռորոշ դեր են ստանձնում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն օգտագործում է մի գործընթաց, որը կոչվում է ուղղահայաց ինտեգրում։ Ինչ է սա նշանակում։ Ամեն ինչ սկսվում է ներքևից, տեղական մակարդակում համայնքներին աջակցելուց։ Հետո այդ գիտելիքը վերև է բարձրացվում դեպի ազգային գիտական ակադեմիաներ ու կառավարություններ, եւ վերջապես այն ինտեգրվում է ամենաբարձր մակարդակում՝ ՄԱԿ-ի գլոբալ քաղաքականության մեջ, որը վերաբերում է կլիմային ու կենսաբազմազանությանը։ Այսպես, տեղական իմաստությունը սկսում է ազդել գլոբալ որոշումների վրա։ Բայց իհարկե, այս եկխոսությունը միշտ չէ, որ հեշտ է ընթանում։ Ժամանակակից գիտությունն ու բնիկների գիտելիքը կարելի է ասել գործում են տարբեր կանոններով։ Գիտությունը ձգտում է ստանալ համընդհանուր, վերարտադրելի տվյալներ, որոնք հանրային են, իսկ բնիկների գիտելիքը շատ հաճախ սպეციფիկ է, կապված կոնկրետ ժողովրդի ու վայրի հետ, եւ կառավարվում է մշակութային կանոններով, թե ով ունի այսպես ասած իմանալու իրավունք։
Եվ հենց սա է պատճառը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը որպես միացնող կամ կամուրջ այդքան կենսական է։ Նրանք ՄԱԿ-ի ամբողջ համակարգում միակ կառույցն են, որը նվիրված է հենց այս աշխատանքին, օգնելով գիտնականներին ու գիտելիքը կրող մարդկանց հասկանալ միմյանց եւ, ի վերջո, ազդել գլոբալ քաղաքականության վրա։ Եվ այս ամենը մեզ բերում է մեր ընդհանուր ապագային։ Լավ, իսկ ինչ է այս ամենը նշանակում մեզ համար այսօրվա մարտահրավերների դեմ պայքարում։ Մի պահ մտածեք այս մասին։ Մայաները հազարամյակներով կառավարել են հսկայական ստորգետնյա ջրային համակարգեր առանց դրանք աղտոտելու։ Սա մի խնդիր է, որի հետ մենք այսօր դեռ պայքարում ենք։ Կամ, ասենք, Կալահարիում 20,000 տարվա հնության վայրերում գտնված կրակ վառելու գործիքները մինչև օրս օգտագործվում են։ Սա ուղղակի պատմություն չէ, սա կայուն լուծումների կենթանի շնչող գրադարան է։ Այսպիսով, ամենակարևոր եզրակացությունը սա է. հարցն այն չէ, թե որ գիտելիքն է ավելի լավը, բնիկներին է, թե ժամանակակից գիտությունը։ Խնդիրը դրանք իրար հակադրելը չէ։ Բանալին այն գիտակցումն է, որ բազմաթիվ գիտելիքների համակարգերը միասին մեզ տալիս են ավելի ամբողջական պատկեր, եւ ի վերջո շատ ավելի լավ ու դիմացկուն լուծումներ մեր բարդ խնդիրների համար։ Եվ վերջում ես ձեզ կթողնեմ այս մտքի հետ. նորարարությունների հետևից մեր այս անվերջ վազքի մեջ միգուցե մենք փորձում ենք անիվը նորից հայտնագործել, երբ կայուն ապագայի գծագրերն իրականում այստեղ են եղել ի սկզբանե, պարզապես սպասելով, որ մենք դրանք վերագտնենք։